Իրանի շուրջ 11 օր շարունակվող ռազմական գործողությունների ավարտը դեռ չի երևում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Քամալ Խարազին նշել են, որ բանակցային պատուհանի հնարավորություն չեն տեսնում։ Խարազին պատերազմը շարունակելու համատեքստում նշել է, որ միայն տնտեսական կորուստները կարող են ազդել ամերիկյան կողմի վրա։ Նա նկատի է ունեցել Պարսից ծոցի արաբական երկրներին, որոնք կրելով մեծ վնասներ ինչ-որ պահից կարող են ճնշել Վաշինգտոնին եւ Իսրայելին։ Այս պատերազմը տնտեսական մեծ ճնշում է մյուս երկրների համար եւ առաջ է բերում սղաճ էներգիայի կարիքներ, եւ եթե այս վիճակը շարունակվի, ապա նրանք այլ ելք չեն ունենա, քան միջամտելու զարգացումներին, նշել է Խարազին։ Պատերազմն արդեն խաթարել է նավթի համաշխարհային մատակարարումների 20%-ը, ինչը կրկնակի գերազանցում է 1956-ից 57-ին Սուեզի ջրանցքի ճգնաժամով պայմանավորված հակառեկորդը։ Այս անգամ 20% հաշվարկում հաշվի է առնվում Հորմուզի նեղուցի արգելափակումը։ Ծոցի արաբական երկրները եւ հենց Իրանը այս նեղ հատվածով են մատակարարում իրենց նավթի մեծագույն մասը համաշխարհային շուկաներ։ Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի արձագանքներին, Սպիտակ տան առաջնորդ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ Իրանի դեմ պատերազմը գրեթե ավարտված է։ Նրանք այլևս չունեն ոչ նավատորմ, ոչ կապ, ոչ էլ օդային ուժեր։ Նրանք ռազմական տեսանկյունից առանց ոչնչի են մնացել, ինչ ունեին կրակելու, կրակել են, ասել է Թրամփը։ Փոխարենը Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Փիթ Հեքսեթը հարցազրույցում նշել է, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Իրանի շուրջ զարգացումներից անմասն չէ նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։ Մարտի 9-ի երեկոյան այդ երկրի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ Իրանի հասցեին, անընդունելի համարելով բալիստիկ հրթիռի արձակումը Թուրքիայի ուղղությամբ։ Սա ըստ Անկարայի արդեն հերթական դեպքն էր։ Չարժե քայլեր անել, որոնք ստվեր են գցում հազարամյա հարևանական եւ եղբայրական կապերին։ Թուրքիայի վրա հարձակումը որևէ արդարացում չունի, ասաց Էրդողանը։ Թուրքիայի նախագահի հայտարարությունից հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների նախագահների միջև։ Անկախ իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի եւ տարածաշրջանի երկրների մտահոգություններից պատերազմի հետագա ավարտը մեծապես կախված է Միացյալ Նահանգների, նրա դաշնակից Իսրայելի եւ Իրանի հետագա քայլերից։ Իրանի շուրջ իրավիճակը բարդանում է նաև Իրանի հոգևոր նոր առաջնորդի անձով պայմանավորված, որն ըստ տարածված կարծիքների ավելի անզիջում դիրքերից է հանդես գալու։